Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ հավաքել է իր Սուրբ Խորանում, իր սրբության, խաղաղության, սիրո մասին խորելու, մտածելու, խոսելու, ինչքան շատ խոսենք խաղաղությունից, սրբությունից, ինչքան դրան հետամուտ լինենք, ինչքան շատ օրդորենք, այնքան մենք դրան իրականից կհասնենք։ Տեսեք, Եփեսացիների 4-ում գրված է սուրբերին, մարգարեներին, հովիվներին, վարդապետներին դրել է սուրբերին կատարյալ սրբության տանելու, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, որ մինչև ամենքդ հասնեք, Աստծո որդու հավատքը ունենաք եւ Աստծո որդու լման ասակի չափն ունենաք։ Էդի հնարավոր է, եւ դա ոնց է լինում, օրորի աճելով, օրորի հին սև սրտից ազատագրվելով, սիրտդ պետք է փոխվի, նոր շունչ, նոր հոգի, նոր էություն պարգևվի քեզի, ամեն, քանի սիրտդ փոխված չի, դու դեռ չես կարում ներես, սիրես, ամփերես, քաղցրաբարո լինես, դա սրտիդ հարցն է, սիրտդ փոխված չի, հին սրտով դու երբեք մի պայքարի, մի փափագի նոր մարդու գործեր անես, չի ստասվի, ես հատե կանես, վաղը կպարտվես, հեսօր կներես, վաղը կատես, ամեն, դա իրականից ազդարարում է, որը մեր մեջ գտնվում է հին սիրտը, իսկ դու հին սրտով չես կարա նոր սրտի Հիսուս Քրիստոսի գործերը գործես։ Դրա համար Աստված սկզբից փողեց Սավուղի սիրտը, նրան մեկ ուրիշ սիրտ տվավ եւ Աստծո օգին իջավ իր վրեն, սկսեց մարգարեանալ։ Եվ նա անգամ թշնամիներին ասում էր այսօր հաղթանակի օր մարդ չմերցնեք, իր թշնամիներն էին, բայց երբ նորից մեղ գործեց, ապստամբեց եւ նրա սիրտը փոխվավ, արդեն էլի մարդկային հրեշ սիրտը տրվեցավ, նա արդար Դավիթների ետևից ընկած վազելով մորթել էր ուզում, իրա փողի փառքի համար ուզում էր սպանել Աստծոյցյալին։ Հասկանում եք, երբ սիրտդ մարդասպան հրեշ Ադամի սիրտն է, դու սիրել չես կարա, անգամ դու քեզ օգնողներին չես կարում հասկանաս, նրանք քեզ հարազատ են թե թշնամի։ Իսկ երբ որ սիրտդ փոխվում է, նոր սիրտ, նոր հոգի է դրվում, եւ այդ հոգին էլ քո միջից ներում, սիրում, բժշկում եւ մարգարեանում է, արդեն դու սրբության ստրուկ ես դառնում, չսիրել, չներել չես կարող, եսդ առաջ բրթել չես կարող, որտեվ եսդ Աստծո խոսքի համար մեկ թշնամին է։ Դրա համար հենց որ սիրտդ փոխվում է, եսդ մոխրանում է, ամեն։ Իսկ սիրտը որտեղ է փոխվում, կրակների մեջ, կրակի եւ ջրի մեջ, կրակ Աստծո խոսքի ջուր ընդունել, կրակ Աստծո խոսքի ջուր ընդունել եւ դու օրորի աճում ու պտղաբեր ոստ ես դառնում, ամեն, որտեվ ջուրն ու տաքությունը մեծ պտղատու եղանակներ են, ամեն, թե հոգևոր բույսին, թե մարմնավոր բույսին, փառավորվի Քրիստոսը։ Ուրեմն այսօրվա թեման իրականից հետաքրքիր թեմա է, որ ոչ մի տեղ չեմ լսել, ինտերնետում կամ որևիցե տեղ խոսեն այս սև սրտի մասին, ամել ցույց տան, թե ոնց կարա մարդն ազատագրվի սև սրտից։ Կարող ասեն մեզի Տերը նոր սիրտ պիտի տա, բայց մեկի տվել է թե չէ, հələ արիթ քննենք։ Խոսում են նոր սրտի մասին, խոսում են նոր մարդու մասին, բայց ձեր մեջ մեկը կա, որ նոր արարած է, նենգություն չունի, ահա իր ասում եմ իսրայելացի, որ Հիսուսն ասավ, որի մեջ էլ նենգություն չկա, Նաթանայելը, կա այդպես մեկը, որ մեկը նենգու չար դիվա արջի, դե ասեք կա, հեշտ է խոսես այդ չչարանալու, չդատելու, չբամբասելու, ազատագրված Սուրբ Օծյալի մասին, բայց ձեր մեջ մեկ ազատագրված կա, բոլորը Եգիպտոսից դուրս եկած ասում եք Քանան են գնում, բայց մեկը Հորդանանն անց է, Քանան մտերա, Քանանի օրհնություններն ու պարգևներն ու զորությունները ստացել է, դե դու խոսում եք այն նախկինը ստացածների մասին։ Մեր եղբայրները, մեր սուրբ եղբայրները, մեզի ներկան է պետք, հիմա ձեր մեջ սուրբ եղբայր կա, հիմա ձեր մեջ իրոք հասունցածը կա, չէ, բա որ չէ դու ոնց եք մանուկներին հույս տալիս, որ կհասունցնեք ու երկինք կառաջնորդեք, չեք կարա, որտեղ ձեր սև սրտի գերին եք, դրա համար այսօրա թեման հետաքրքիր թեմա է, խնդրենք Հիսուսին, որ մեր սիրտը փոխի եւ նոր սիրտ, նոր հոգի ու նոր կյանք պարգևի։ Քանի սիրտդ փոխված չեսի քարոզի վերնագիրը համայրա աղոտ կա,
Տեր մեր սիրտը փոխի, հին սիրտը փոխի եւ մեզ նոր սիրտ, նոր հոգի, նոր կյանք պարգևի։ Այ բոլոր այս աղոթքը, կարճ աղոթքը միշտ պետք է անեն, երբ տեսնում են հրեշ են, երբ տեսնում են չեն կարում ներեն, չեն կարում սիրեն, չեն կարում համբերեն։ Տեր ուրեմն իմ սիրտը չարա փոխի, միայն դու կարաս փոխես։ Եվ նոր սիրտ, հետքը նոր հոգի, սրտի մեջ պիտի դրվի հոգին, տաճարի մեջ պիտի գա հոգին, չէ, որ նոր կյանք ապրի քո միջով ու քեզ շնորհի։ Հիմա հասկանում եք քարոզի բնաբանը, վերնագիրը, որ մի հատ կարճ աղոթք է, որ ամեն հասուն կամ միջահաս քրիստոնյա պիտի անի, որ իր սիրտը եթե փոխված է, հարատևի այդ փոխված սրտի մեջ, իսկ եթե փոխված չի, փոխվի, նոր սրտի տեր դառնա եւ նոր հոգով լսվի եւ նոր կյանք ու գործունեություն կատարի երկրի վրա ասում փառք բերելով։ Ամեն։ Ուրեմն գրեք, խնդրենք Հիսուսին, որ մեր սրտերը փոխի, ով ուզում է իհարկե արժանանա հափշտակությանը, եւ նոր սիրտ, նոր հոգի ու նոր կյանք շնորհի, պարգևի։ Եզեկիել 36:24-32 Պարզ ասում է ձևա փոխվում մարդու սիրտը եւ ինչը ինչ ես դառնում։ Եթե մարդը ասում է իմ սիրտը փոխված է, բայց ինքը ատում է մեկին, իր սիրտը փոխված չէ, խաբված է ինքը։ Եթե ասում է մարդու իմ սիրտը փոխված է, ես նոր արարած եմ, բայց չի սերում ու չի ներում, դատում ու բամբասում է, իր սիրտը փոխված չի, հա, ասում ես բարի ծառ եմ, բայց պտուղները չար է։ Ամեն։ Թող քո անունը չար ծառ լինի, բայց դու բարի պտուղ բերես։ Ամեն։ Թող կրոնավորները քեզ ասեն մոլորված ես, բայց դու մոլորված չլինես գործերով։ Ամեն։ Եզեկիել 36:24-32 Երրորդ թագավորաց 3-րդ գլուխ 9-12 Քանի Աստված Սողոմոնի սիրտը չփոխեց, նա չկարծավ ոչ իմաստություն անճար ունեներ, ոչ էլ տաճարը շիներ։ Սաղմոս 51:10-11 Թեսաղոնիկեցիս 5-ի, առաջի Թեսաղոնիկեցիս 5-ի 22-23 եւ Եբրայեցիների 12-ի 12-14 որ առանց սիրտդ փոխվելու եւ եթե սիրտդ չփոխվի խաղաղ ու սուրբ չես կարա լինես, ամեն, առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, բայց ոնց խաղաղ ու սուրբ լինես, եթե սիրտդ փոխված չի։ Հասկանում եք մեկը մեկի հետ շահ կապված է։ Մի խոսքով ինչ ասում Պողոս հզոր առաքյալը Եբրայեցիների ուղերձում։ Եթե քո սիրտը փոխված չէ, խաղաղ եւ սուրբ չես, դու ասում չես կարա տեսնել։ Ամեն։ Հակառակը գանք, եթե խաղաղ ու սուրբ չես, ուրեմն սիրտդ փոխված չի։ Իսկ եթե սիրտդ փոխված չի, խաղաղ ու սուրբ չես տեսնի ասում։ Տեսնում եք, որ մեկը մեկի հետ կապված է։ Դե քննի ինչքան սնոտի բաների մարես խաղաղությունը զոհում։ Արժեք էլ չունի, բայց դու զոհաբերում ես։ Զոհում ես իզուր, որտեվ դու ատում ես այդ խաղաղությունը։ Իսկ եթե դու խաղաղությունն ատում ես խաղաղարարին, ատում ես քո բրկությունը, ատում ես քո հափշտակությունը եւ ասում ես ինձ հափշտակություն պետք չէ, ես ուզում եմ մնամ երկրի վրա, ես լեշերի մեջ թավալ գամ։ Ինչը դավանում ես, ինչը գործնականում ապրում ես, դրա մեջ էլ կմնաս, ամեն։ Ով ապրում է խաղաղության ու սրբության մեջ, նա կհափշտակվի, որ գնա խաղաղության ու սրբության մեջ ավելի խորանալու։ Ով կուրքերի համար զոհում է իր խաղաղությունը, նա կմնա այդ կուրքերի կողքին, որ ավելի փաթաթվի դրանց։ Պարզա, դե հիմա դու հարց դու կուրքերին ես փաթաթվում, թե խաղաղությանն ու սրբությանը, համբերությունով զինվելուն եւ Քրիստոսի անունը փառավորելուն։ Հիմա ընթերցում եմ Եզեկիել 36-ը, պարզ ասում է 24-ից 32-ը, ով է իր հին սրտի մեջ եւ ով կդառնաս նոր սրտի մեջ, ամեն։ Ձեզ պիտի առնեմ ազգերի միջից եւ ժողվեմ ձեզ ամեն երկրներիցը եւ ձեզ բերեմ ձերողը, բերեմ եկեղեցի, ամեն։ Այդ հողը ասելով այն վայրն է, որտեղ դու ասո զավակ ես պատրաստվում։ Փարիսեցիները բերում գեհենի զավակ էին պատրաստում, որտեղ նրանց սիրտը չէր փոխում, ասա վայ ձեզ դպիրներ ու փարիսեցիներ, որ ծով ու ցամաք եք պտտում մեկ նորահավատ գտնելու համար,
Են էլ ձեզանից կրկնակի անգամ գեհենի զավակ եք սարքում։ Ու ով գալիս է հավատքի եւ նա չի կարումների, չի կարում սիրի, չի կարում ամպերի եւ իր կյանքը չի փոխում, ինքը գեհենի զավակ պատրաստվող դպրոց համտե։ Եթե նա ճշմարիտ եկեղեցի մտներ, կամ պետք է վռնդեին դուրս նրան, եթե չապաշխարեր, կամ պետք է իր հին կյանքը փոխվեր, նոր արարած դառնար, նոր շունչ, նոր հոգի, նոր մտազմունքի տեր։ Եթե սա չի ելե, դու արդեն 10 տարվա հավատացյալ ես, ուրեմն դու գեհենի զավակ ես։ Դու սխալ դպրոց ես գնացել եւ սխալ ուսուցիչ ունես։ Իսկ գիտն ասում է, փախիր անոնցն է ու գնա անոնց հետ, որոնք հոգիով ու ճշմարտությունով Աստված կպաշտեն, որտեղ ոչ թե գեհենի զավակ կրկնակի եսասեր փառասեր են սարքում, հապա Աստծո զավակ, հինը հանող, նորը հագնող, կրքերը խաչած, ներքինի դարձած։ Այդպես դպրոցի մասին լսել ես, արի ցույց տամ, որ քեզ թաղում են եւ նոր արարած ես դառնում։ Իսկ ով կուզա թաղվի, ում աչքերը բացվում է, իր արեժ բնությունը ճանաչում է։ Հիմա տեսեք, ստե ասում է, որ պետք է տեսնեք ձերին գործեր ու զզվեք ձեր անունը մեծարելուց։ Բայց այսօր ովիվ ես տեսնում, ես, թաղեմ քեզ։ Իսկ բացարձակ չգիտի ինչա Աստծո որդի դառնալու ճամփեն, որտեղ ինքը իրեն գիտի, եթե մեկ իր փառքն է փնտրում, Աստծո փառքի իր համար աղբա։ Եթե մեկ իրենն է մեծարում, Աստծո անունի մեծարանք իր համար գոյություն չունի, նա Աստծո տված բարիքները վերցնում է եւ օգտագործում է իր փառքի համար, որ բնաջինջ լինի։ Հիմա տեսեք, եւ ձեզ վրա մաքուր ջուր, Աստծո խոսք, պիտի սրսկեմ, չի ասում թափեմ, սրսկեմ, որ մտնի մեջը տանեմ, թափելը կողա լսի, թափի գնակ եւ օգուտ չտա, արտաքինից մաքրի, բայց որ ասում է սրսկեմ, նա մտնում է ներսը տա փոխում, ամեն, սրսկելը թափել չի։ Ուրեմն ես ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ եւ մաքուր պիտի լինեք, եթե ներսից փոխվեք։ Ձեր բոլոր պղծություններից եւ բոլոր կուրքերից պիտի մաքրեմ, պղծություններից ու ամենասիրած կուրքերից, որի համար զոհում եք ձեր խաղաղությունը։ Արժեք էլ չունի, բայց դու զոհում ես, ամեն։ Թե ինչի ես չեմ հասկանում։ Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, ամենաառաջի քայլը արտաքինից լվացեց, Աստծո խոսքը ներարկեց, սրսկեց մեջդ, քեզի կուրքերից թլպատեց, փոխեց։ Նույնը ասում է Պետրոսի թուղթը, որ ամեն չարություն, դառնություն, ստություն, բամբասանք մեկդի ձգելով, ըտուց հետո նորածին մանուկների պես բանական ու խարդախ կաթին փափագեցեք եւ դրանով աճեք մինչեւ փրկության վերջին օրը, որ այդ նոր մարդը սնվի Աստծո խոսքով եւ աղոթքով։ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, սա պիտի խնդրես, որ Տերը փոխի սիրտդ։ Իսկ ոնց պիտի խնդրես, եթե դու քեզ բարի սրտի Տեր ես տենում։ Ուրեմն դու աղոթք անես, որ աչքերդ բացվի, զզվես քեզնից։ Ասես եղքին զզվելի եմ, Տեր ինձի թաղա նոր արարած դարձրու։ Իմ սիրտը փոխա, նոր սիրտ պարգևի։ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ։ Եվ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ մարմնից այդ քարեղեն սիրտը, եւ ձեզ մարմնեղեն սուրբ սիրտ պիտի տամ։ Այս մարմնեղ արդեն քարեղենի տեղը, որ մարմնեղենն է տրվում, արդեն հոգևոր մարմնեղենը, որ ենք հոգևոր սուրբ սիրտն է։ Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, սիրտը փոխելուց հետո քայլ կանել։ Եթե սիրտը փոխվի, բայց սուրբ հոգին չգա, նորից այդ սիրտը կապականվի։ Սիրտը փոխելուց հետո իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, ուշադիր կարևոր կետի է բերում, որ քեզ թլպատի քեզանից, եւ պիտի անեմ, սուրբ հոգին պիտի գա ու քո միջից ինքը անի, ինքը ապրի, այս կետին ուշադիր եղեք, որտեղ հենց սա է, որ ըստե ձախողվում են արդեն մարդիկ գնում են կրոնի ոգու ազդեցության տակ եւ հոգեվոր գիտություն սովորելով իրենք են ուզում Աստծո կամքը կատարեն ու միշտ ձախողվում են։ Ուրեմն իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը
Եվ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք եւ իմ դատաստանները պահեք եւ նրանց կատարեք եւ ես պիտի անեմ իմ հոգին կգա ձեր մեջ ձեր միջից կգործի եթե մեկը բոլոր օրենքները պահի Հովանու ավետարան 14-րդ գլուխ 21-ից 23 Հայրն ու որդին պիտի գան եւ անոր մեջ բնակվեն եւ անոր միջից խոսեն, քայլեն, գործեն, բժշկեն, մարգարեանան։ Այս կետն ուշադիր, իսկ եթե բարի բանի մեջ դու բան չես, չար բանի մեջ էլ քեզ բան մի գտի։ Չար բանի համար նզովի սատանան, բարի բանի համար փառավորվի Քրիստոսը։ Այս կետում քանի դու չբուժվես, հոգեվոր ասպարեզում առաջ չես գնա եւ չես փրկվի։ Ուրեմն իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը եւ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք եւ իմ դատաստանները պահեք ու նրանք կատարեք։ Որ մեկին ուզեցել ես փոխես ավելի այլանդակվե, խոսալով քո անձով, որ մեկի մարաղոթել ես Աստված նրան ավելի շուտ փոխե։ Արի քեզանից խոսենք, երբ դու ուզեցել ես քո անձով մեկ կրքից ազատվել, մի չար ցանկությունից ազատվել, այդ մարմին մեղքի մարմին հզորացե ու քեզ խեղդես սպանել հոգևորապես։ Որ մի հոգսը ազդերես Տիրոջ ասես Տեր, ես չգիտեմ ոնց ուզում ես ինձի փոխի։ Սիրտս փոխան նոր արարած դարձրու, այս կրքերից, այս չար ցանկություններից, այս կուրքերից ազատա, որ իմար կորում է իմ խաղաղությունը։ Անենց ազատ է շվարած ես մնացե։ Հոգևոր գինիով արփեցրելա, աղոթքի եւ գրքի լեցունությունով սնելա եւ մեկ էլ տեսել ես, որ էլ դու չես ցանկանում, չես բարկանում, չես դատում, վախենում ես սխալ բար բերանի տառնես։ Ամեն։ Եվ դա Սուրբ Հոգու գործն է։ Ուրեմն եւ իմ հոգին պիտի դրեմ սա է ամենակարևոր կետը կենտրոնացեք մտածեք ու կտեսնեք երբ դու ցախեղում եք դու ձեր անձին եք վստահե հրամայում եք թաղեմ հրամանատարի եսը դրա համար էլ Աստված լրիվ թարսություն է մտցնում հարևանիդ մեջ բարեկամիդ մեջ գործընկերիդ մեջ կողակցիդ մեջ հին սիրտն ասեք Տեր փոխա է սրեշին նոր սիրտ նոր հոգի տուր նա կարա մի ժամում քո սիրտը փոխի Գնացեք Սավուղի պատմությունը կարդացեք եւ Աստված փոխեց նրան հենց պատտվավ դառնալու մեկ ուրիշ սիրտ տվավ եւ նա ներող էր սիրող էր ասում մի սպանեք անգամ իմ թշնամին այսօր հաղթության օրը մի սպանեք բայց երբ նա նորից ապստամբեց Աստծո դեմ եւ հին սրտի գերի դառավ նորը մեռավ հոգեվոր մահ կրեց եւ Սուրբ Հոգին հեռացավ Սավուղից այն ժամանակ արդար Դավիթներին էր մորթում իրան գողիաթի ճիրաններից փրկողին էր ուզում սպաներ իրա փարքի եսի եւ դիրքի համար դրա համար որ շատերը չեն կարող լսել մեր քարոզները որտեւ իրանցը զզվելի է որտեւ մենք կպնում ենք իրանց եսիկին իրանց փորիկին իրանց փարքին որ իրանց համար Աստված է ատոր համար ամեն մարդ չի կարես քարոզները լսի եւ զորանա ու շենանա ամեն հիմա տեսեք եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը եւ պիտի անեմ որ իմ օրենքների մեջ վարվիկ եւ իմ դատաստանները պահեք եւ նրանց կատարեք վերջ արողնովա Սուրբ Հոգին սիրտդ փոխող նոր կյանք շնորհող Սուրբ Հոգին կգա քո մեջ կպահի նոր պատվիրանները ու սրբության օրենքները որտեվ այն Աստվածը որ տվել է քեզ Սուրբ պատվիրանները միայն նա կարա գա քո մեջ ու ինքը քո մեջից ների սիրի համբերի մարգարեանա բժշկի եւ քո միջից հորը փառավորի քո շուրթերով ամեն Սուրբ Հոգին ասավ կգա ձեր մեջ ինձ կփառավորի անկամ փառաբանությունը եթե հոգին չգա հոգին չստիպի սրտանց դու չես կարա սրտանց փառաբանությունը դոս Տիրոջ այնա ես կփառավորվեմ ես ձգտել եմ ես վազել եմ ես աշխատել եմ ես արել եմ ինչու պիտի Աստված փառավորվի այ երբ ես խոսում եք դու դեռ խոսել չգիտեք դու դեռ անգրագետ եք Եթե դու խոսել չգիտես, ինչ ես խոսում հովություն անելուց կամ հասունությունից։ Ամեն։ Ուրեմն եւ
Իմ դատաստանները պիտի պահեք եւ նրանց կատարեք Սուրբ Օքին ձեր մեջ գալուց հետո։ Եվ բնակվեք այն երկրումը, որ տվել եմ ձեր այրերին, ուշադիր, եւ իմ ժողովուրդը լինեք, եւ ես ձեր Աստվածը։ Երբ իմ բոլոր պատվիրանները պահեք։ Ուրեմն դու պայմանով ես իր ժողովուրդ։ Քո մեջ պայմանով է Սուրբ Օքին գրավը դրե, մինչև որ քո մեջ փոխվի ու դու Աստծո ժառանգորդը դառնաք, Եփեսացիների թուղթն ասում, որ խոստացյալ Սուրբ Օքու շնորհքով կնքվեցաք, ժամանակավորապես գրավ դրես ձեր սրտի մեջ, մինչև որ գործնական սուրբ դառնաք եւ Աստծո իսկական նվիրյալ զավակները դառնաք։ Հիսուս Քրիստոսով սրբվածներին, նոր ծնվածներին եւ գործնական սրբերին։ Հələ գնացեք կարդացեք Առաջի Կորինթացից առաջի գլուխ 1-2 Հիսուս Քրիստոսով սրբվածներին սուրբեր դառնալու կանչվածներին։ Ուրեմն որ ձեզի սրբացրե ու ծնելա, հույս ունի, որ դուք հինը հանելով Քրիստոս ակնելով գործնական սուրբ պիտի լաք։ Իսկ դա ոնց պիտի լա։ Դու խնդրեք Տերը, որ ձեր հինը հանի, հին սիրտը փոխի, նոր շունչ, նոր սիրտ, նոր օքի, նոր շունչ, նոր կյանք, նոր էություն պարգևի։ Առանց հինը փոխվելու չի լինի։ Եթե դու չես կարող մարդկանց ներես ու սիրես, դու հին սրտի գերի ես։ Դու գեհենի զավակ ես եւ կրկնակի դատաստանի դատապարտված։ Եվ բնակվեք այն երկրում, որ տվել եմ ձեր այրերին, եւ իմ ժողովուրդը լինեք, եւ ես ձեր Սուրբ Աստվածը։ Սուրբ Աստվածը Սուրբ ժողովրդին պիտի երկինք տանի։ Հիսուսը ինչու չի իշտում ապշտակության օրես պղծված երկիր, որտեղ նա այնքան սուրբ է եւ երկիրն այնքան պղծված, որ նա էլ չի կարաստ իշնի։ Նա օթերի մեջ տանում հապշտակում է իր հարսին, սուրբ ննջեցյալները ետքը մենք որ կենթանի մնացած ենք, ըստ Թեսաղոնիկեցիս 4-րդ գլխի։ Գնում ենք երկինք ու գալիս ենք բնաջնջում բոլոր ամբարշտությունն ու պղծությունը եւ երկիրը մաքրելուց, սրբագործելուց հետո նոր սկսում ենք ստեղ բնակվել։ Ամեն։ Ահա թե ինչու Հիսուսը չի կարա մեղավորին երկինք տանի։ Մեղավորի տերը սատանան է, նա նրան իր մոտ կտանի։ Սրբերի տերը Հիսուսն է, որ ասելա գործնական Հիսուսի պես սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներով։ Նմանվեք ինձի, ինչպես ես հրեշ մարդասպան Պողոսը նմանվեցա Հիսուս Քրիստոսին։ Ինչու՞։ Եթե երկին գնալու չափանիշը պղծությունն էր, Պողոսի սպիրտ մարդասպանով էր, դե դու էլ չփոխվեր։ Ու ինքը ազդարարում է, որ այդ ամեն ինչը անհավատություն է։ Կայափաներին խելոք հնազանդ ծառայելը Պողոսը Տիմոթեոսին ուղերձում գրում է չհասկանալով եւ անհավատության մեջ էի։ Ուրեմն կրոնավորը հիմարի պես, անխելքի պես, ռոբոտի պես գնում է գեհենի ճանապարհը։ Եվ դու նրան շատ անգամ չես կարող բացատրել, զոմբի է դարձած։ Իրանց իմացականությունը խավարացած է։ Ճանապարհը, որ նրանց առաջին ուղիղ է թվում, բայց դրա վերջը գեհենի ճամփա է։ Այս մարգարեությունն է կատարվում։ Սիրելի քույրես, եղբայրս, քո իմաստությանը մի վստահի։ Հələ բաց նորից սուրբ գրքով կարդա, էս իմ խոսքերը սուրբ գրային չեն։ Եթե իմ խոսքերը սուրբ գրային են, քոնոնք դիվային եւ սուրբ գրքին հակառակ են։ Դու լավ էլ գիտես, որ օգուտ խորքում դու դրախտի բան չես։ Դու չես կարող այդ ես ասել վարքագծով դրախտ գնալ, բայց քեզի հովիվ իրա փողի մար խափ է ասելու, փրկված ես Գուրջան, դրախտում իմ կողը նստած ես եւ ամենաբարձր դիրքն էլ քեզի եմ տալիս։ Հիմարաբար դու էդի վերցել ես քեզի հիմք, բայց լասուն չես ասում, Տեր, նիսի հովիվ սա ասում։ Դու ինչ կարծիքի ես իմ ապրած վայրենի կյանքի մասին, հրեշ, դատող, բամբասող կյանքի մասին, չարացող, ատող կյանքի մասին, դու ես հավանություն տալում, Հիսուս ջան, վերջը դու ես մեր փրկիչը, ոչ թե մեր հովիվը, ամեն։ Ու այն ժամանակ Սուրբ Օքին խայտարակում է քեզ, ասում այո դու կգնաս, բայց դժոխքի որովայն։
Դու գեհենի զավակ ես ու ես քեզ չեմ ճանաչում, ով անօրինեություն գործող մարդիկ, որ իմ անունը տալիս եւ հայոյանք էիք բերում։ Հայոյելու համար քեզ տանեմ երկինք։ Ես իմ զավակներին տանում եմ երկինք իմ անունը բարձրացնելու, իմ անվան փառքը շատացնելու, ինպես սուրբ կյանք ապրելու համար։ Ամեն բանում ձեր կանչող սրբին նմանվեք։ Ձեզ կանչող Սուրբ Հիսուսի պես քայլեք, խոսեք ու գործեք։ Աստծուց ծնվածը մեղք չի գործում, ով մեղքագործում սատանայի զավակը։ Սուտը մեղք չէ, բարկությունը մեղք չէ, բամբասանքը մեղք չէ, ատելը մեղք չէ, բա ի՞նչ է մեղք, մենակ շնությունն ու սպանությունը։ Համ շնացող ես գեհենի զավակ, համ էլ մարդասպան Քրիստոս մանուկը մորթող։ Ամեն։ Մի սիրեք աշխարհը եւ ինչ էլ որ աշխարհի մարդիկ անում ու սիրում են։ Եթե մեկ աշխարհը կսիրե, անոր ներսիդի նոր սիրո հոգին չկա, ինքը գեհենի զավակը։ Ինքը գեհենի զավակ գնը պատրաստվող փարիսեցիների դպրոցն է ընդունվել, ամեն։ Որ պիտի գնար Աստծո որդի պատրաստող Հիսուսի եկեղեցին ընդունվել։ Հենց Հիսուսի ժամանակվա կրոնավորները գեհենի զավակ էին։ Մարդասպան ռեժ քարկոծող արնխում մարդիկ։ Որ նայում ես այդ քարկոծման պրոցեսը հեթանոս լինելով մարդիկ չեն կարող նայեն։ Բայց սավուղը արնխումի նման հրճվում էր, որ Ստեփանոսը թրթփում էր արյան մեջ։ Եվ սա պետք է գնար երկինք քավլիցի։ Դրանք բոլորը Հիսուս ասավ դուք գեհենի զավակ եք եւ գեհենի զավակներ պատրաստող։ Վայ ձեզ դպիրներ ու փարիսեցիներ, որ ծով ու ցամաք կպտտեք մեկ նորահավատ գտնելու համար, այն էլ որ հանգարց գտնում եք համոզում խափում բերում եք, ձեզանից կրկնակի անգամ եսասեր փառասեր գեհենի զավակ եք սարքում։ Մատթեոս 29-ը գնացեք, բացեք, կարդացեք։ Ձեզնից լավ հավատացյալներին էր ասում։ Նույնը իր հետևից գնացող իրանը կեղծ պաշտող հավատացյալներին Հովանես 8-ում ասում է, դու Բեղզեբուղի զավակներ եք։ Որ դուք իմ հետևից գալիս եք ու ինձ ատում եք։ Դու իմ հետ գալիս եք, հիմա իմ վրով ասեմ, իմ հետ նստում եք, իմ հետ լնում, իմ հետ լնում եք, բայց որ մի հատ ձեր եսիներին կպնում եմ, ատում եք, ստում եք, հելա գեհենի սատանայի զավակ, ան որ սուտ կխոսի, եթե բռնստում եմ դու սուտ ես խոսում, քո խշպտանքը խնձրել է, դու գեհենի զավակ ես, ոչ թե ուրիշներից կխոսի, բուն իր զավակներից է սատանան սուտ խոսում, որտև նա ստախոս է, եւ բոլոր ստախոս հավատացյալների հայր։ Դու էլ ես զգում, որ խափում ես, ուրեմն ստի հոր զավակ ես, նայա քո մեջից այդ սուտն արտադրում, ամեն։ Ինչ բան կա մի արդարացի, սուտ մի խոսա։ Եվ լեզվի կատարելության վրա դրված մարդու կատարելությունը։ Դե հիմա տեսեք ինչքան բաներ կա, որ ամեն դատարկ խոսքի համար Մատթեոս 12:36 դատարկ հիմար օգտագործում ես այդ բառը։ Անխելքի պես օգուտ էլ չունես, չեր էլ ստիպում, բայց աշխարհի կա հոգին ասում է մի արա, բայց դու խոսում ես։ Որտեվ հաճելի է քեզ գեհենի բառեր օգտագործես։ Հաճելի է որ տեսնեն դու աշխարհիկ ես։ Հաճելի է որ աշխարհի նման քեզ բացես ցույց տաս, հենց աշխարհի սերն է, որ դու ուզում ես նմանվես այն աշխարհին, որ ատեց ու խաչես մեր Տիրոջը։ Երկնքի սերն է, որ մեզի տարբեր է պահում աշխարհից։ Աշխարհի մտածելակերպից, աշխարհի խոսելաոճից, աշխարհի անբարո լկտի հագուկապից, աշխարհի պոռնկական պճնանքից, որ Բաբելոնի պոռնիկն իրան զուգեց զարդարեց, Եզաբել պոռնիկը ծառույթ դրեց, քսվավ հելավ հեյուին դիմավորելու։ Աշխարհը չէ։ Մետեղ կարդացել եք սրբույն թարթիչները երկարացնի։ Թագ մետեղ կարդացել եք թշիկները ներկի սրբույն։ Լավ կրեմ հասկացան կսում եք։ Փափուկ մնա, փարթամ մնա, լավ մերը մարա էտի, տղամարդկանց մարա։ Բա գույնս գույն բանի ծիածանի գույներն են չեք տանում։ Հնենց եք շպարում, նայում ենք չենք իմանում, վարներ վիրծրունդը շնորհավոր ենք, լրի փոխված ես, մտնես մի հատ բաղրիկ դուրս գաս, նոր ճանաչենք, դու ով ես, ատենց շպարվել ասուցա, ասած չեր կարում ատես կեզ գունագեղ ստեղծեր, դու ասո արարչագործության վրա թերություն ես դնում, եթե են կրեմը կսում եք, որ ձեր թշիկների գույնը փոխի վար,
կամ աշխարհի նման դարձնի, դա քսվել է, ձևափոխել է։ Եթե քսում ես, որ փափուկ մնա քո ձևը, լավ քսա ծայրեղությունից ծայրեղության չեթանք։ Եվ ձեզ պիտի ազատեմ ձեր բոլոր պղծություններից։ Դու պիտի տենաս այդ քո արածը պղծությունա, որ ասես ազատա։ Քանի սիրտը չփոխվի Սուրբ Հոգու լույսը չվարի, դու չես տեսնի, որ դու պիղծ ես։ Քեզ բացելով մարդկային շնության մեջ ես գցե։ Սուրբ Հոգին պիտի գա, քո սրտին խոսի, ինչպես մեր սրտին է խոսե։ Որ դու հասկնաս, քեզ պիտի փակես, գրգռիչ շորեր չհագնես։ Քանի Տերը չասի, ինչքան ես ասեմ, կասեք, խիստ ատոր խոսքերը, դատում եմ ես։ Թե ինչն եմ դատում, ասում եմ քույրիկ ջան, որ քեզ բացել ես շնություն, գեհենի զավակներն ես շատացնում, քեզի նայող է թում քնում քեյա տեսնում, էր ինչ ասեմ։ Իսկ որ առաքինի պարկեշ թաքնես, եթե արցակման տակ չես գցի դիմացի տղամարդին, ու դու տեսել ես քո բացակած օրը ի ձևի են քեզի տոշկե։ Եկեք խոստով անվերես, բա հիմի նորից ինչ ես բացում քեզ։ Ուրեմն դու հենց դրա համար ես եկես, ուրեմն ստեսություն քեզ։ Ըստե քեզի ցանկացող չկա, ըստե Հիսուսին ցանկացող կա։ Ըստե շնության ոգիները գործ չունեն, գնային ազատ եկեղեցիներում, ընդեղ ապրում են, ընդեղ քեզի լավ տեղ կտան, կասեն վարդի պես բացի ու սաղին քցի շնության մեջ։ Եվ ձեզ պիտի ազատեմ ձեր բոլոր պղծություններից եւ պիտի կանչեմ ցորենը, սկսեմ, երբ դու քո պղծություններից ազատում ես, տանը տորտությունները շատանում են, ժողովուրդ։ Երբ դու մեղքին ես գնում, նզով կա գալիս, տանը հաջողությունը փակվում է։ Պիտի շատացնեմ, կանչեմ ցորենը եւ շատացնեմ նրան։ Եվ ձեր վրա սով պիտի էլ չբերեմ։ Սով էլ լինի դու հարուստ պիտի ապրես, էլ ուրիշին փող տաս ու փող չառնես։ Ամեն։ Գիտն ասում։ Եվ պիտի շատացնեմ ծառերի պտուղը եւ դաշտի բերքը։ Դու ասում մի ասա ոնց։ Այդ տեսակ հարցերը ասում վիավորական է։ Ժայռը պատրող ջուր տվողին, անապատը բուրաստան դարձրողին, ծովը պատրողին դու ասում ես ոնց կանես։ Ամոթ չէ, դու չես ամաչում քո տված հարցից։ Ինչը որ անհնար է մարդու համար, Աստծո համար հնարավոր է, ամեն։ Ուրեմն պիտի շատացնեմ ձեր ծառերի պտուղը, դաշտի բերքը, որպիսի այլևս սովի նախատինք չքաշեք ազգերի մեջ, տեսեք, բայց դուք ինչ պիտի անեք դրանից հետո, երբ ամեն բանը օրհնվի, բժշկվեք, առողջ եւ օրհնված լինեք։ Դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները, իշ տականք եկել է սուրբ սիրտ ունեցողներ, բայց դու միշտ ռեգլամ ես անում, որ քնմանը չկա, քո սիրտը երբեք էլ չի փոխվե, դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները, եթե ես ձեզի օրհնեմ, մի պայմանով եմ օրհնելու, որ դուք ցածրանաք թաղվեք ուրիշներին բարձրցնեք, որ ձեր քարոզելով ոչ թե մարդիկ սիրահարվեն ձեր վրա, հապա իրանցից զզվելով սիրահարվեն Հիսուսի վրա, ամեն, սա է ճշմարիտ քարոզը։ Դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները եւ ձեր չար գործերը, որ լավ չէին, եւ ասեք ոնց մեր նման տականքին Աստված ընտրեց, բոլորին պիտի պատմեք ինչ ստոր զզվելի եկել է, որ Աստծո շնորհքն է հիմա ձեր մեջ գործում, եւ պիտի զզվիք ձեզանից ձեր անօրինեությունների համար եւ ձեր պղծությունների համար։ Ինչու եմ ես դանդաղ մատուցանում, որտեղ էսի դուք վլվլի կասնում եք, չեք հասկանում ինչ ասում։ Եթե ես ձեզ ընտրում եմ եւ օրհնում եմ, ձեր սիրտը փոխում եմ, դու ուր գնաք պիտի պատմեք ինչ ստոր մեղավորների գլուխ եկել է։ Ինչու որ այդ մեղքի մեջ թավալվածները հույս ունենան, որ քո նման սրբեր կարան դառնան։ Դրա համար է Պողոս ասում նմանվեք ինձ, ինչպես ես արդեն նման եմ Քրիստոսին։ Եվ մեղավորների էլ գլուխը իրեն հայտարարում։ Եթե մեղավորների գլուխը նմանվել է Հիսուսին, հաստատ ես իրանից շուտ պիտի նմանվեմ Հիսուսին։ Նա հեշտացնում է իմ Հիսուսին վազելու եւ իրեն նմանվելու ճամփեն։ Եվ հույսը չես տանում, որ Պողոսը, Պետրոսը, Վաչիկոսը, Խեճոն, Վճոն նմանվել է, չէ, հարևանս, բարեկամս, կողակիցս, ուրեմն ես էլ կարամ ու կգամ կասեմ, ով Քրիստոսի նման Աստծո զավակ, ոնց արին որ հասարդ է։ Որտեղ շատերին կյանքը գիտեն,
Շատերս թե գալացողների կյանքը գիտեն ու տեսնում են փոխված են։ Բա պիտի ոչ թե մենք խոսենք սրբությունից, սիրելի քարոզիչներ, գործնական սրբություն ցույց տվեք, ոչ թե խոսեցեք ծիրանի ծառը ինչ լավ պտուղ է տալիս, ծիրանի ծառը տնկեք, մեծացրեք, պտուղը բերեք, բաժանեք, բոլորը կփափագեն, որ այդ ծառից ունենան։ Հիմա ոչ թե սրբություն քարոզեք, քարոզիչը սուրբ պիտի լինի ամենացածր աստիճանը։ Եվ էլ ավելի մեծանալով էլ չեմ ասում հովիվը եւ եպիսկոպոսը, սրբությունից սրբություն, սրբությունը կատարելագործեք ասովախովը, իսկ սուրբ մարդը մեղ չի գործում, սուրբ մարդը պատվիրաններին հակառակ քայլ չի կարող անի, դրանց մասին մտածելու ժամանակ էլ չունի։ Նա գիշեր ցերեկ սրբությունը կատարելագործելու, բնավորության գծերը ավելի մաքրագործելու, նոր սիրտ, նոր հոգի, նոր էություն ստանալու վրա է կենտրոնացած։ Իսկ դու սավոր աշխարհի Սոդոմի մեջ Ղովտի նման լող ես տանում, պետք է աղջիկդ պորնիկ լինի, կինդ էլ կռապոշտ։ Հիմա ուշադիր եւ դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները եւ ձեր գործերը, որ լավը չէին, եւ պիտի զզվեք ձեզանից, սա է կարևորը, ձեր անօրենությունների համար եւ ձեր պղծությունների համար, ոչ թե ձեզ համար եմ անում, ասում է Տեր Եհովան, սա ձեզ հայտնի լինի, ամաչեցեք դու ամենապիղծերն եկել է, ամաչեցեք ու պատկառեցեք ձեր ճանապարհներիցը, ով Իսրայելի տուն, ամեն, սա պետք է լինի ամեն օրվա քո դավանանքը, որ իմ նման կեղտին տականքին չնայես, ես քեզ ճանապարհ եմ ցույց տալում, որ Հիսուսին նայես, անորպես քայլես, խոսես ու գործես, որտեղ ես էլ քո հետ միասին Հիսուսին եմ նայում։ Եթե մի հատ բան թերի արեցիր կամ ասեցիր, կասեմ Հիսուսն տենց է քայլե խոսե ու գործե, քույրիկ չէ, դե գնա շտկվի, դες ես ոնց շտկվեցա Հիսուսին նայելով։ Նրա խոսքերը շատ ուսումնասիրելով, նրա բնավորության գծերը իմ բնավորության գիծը սեփականաշնորհելով ու դարձնելով, որտեղ ոչ թե ես եմ, ապա Քրիստոսն է իմ մեջ բնակվում, ասում է զավակս եսի տենց էի խոսում, զավակս եսի տենց էի մտածում Մայրամի մասին, զավակս ես հոգևոր բոմժի նման, կրոնավոր բոմժի նման մարդկանց աղբանոցի մեղկերների քարքնդում, թե ներել եւ մոռանալ էի քարոզում։ Բայց այս ձևս դու Հիսուսանման դառնում, հայելիի մեջ նայում ենք Հիսուսին ու նրա նման մտածում, հագնում, քայլում, խոսում ու գործում։ Հիսուսին նայինք, որտեղ գերեզմանում, այդքան երկինք նայենք գանք, ավետարանի մեջ, ոնց է ներե անառակին, ոնց է բարեխոսել իր խաչողների համար, եւ այդ խաչողներն են քո իսկական ռենտգեն արողները, ոչ թե քեզի գովողները, պաչողները, փող տվողները։ Դժվար է էսի ընդունել։ Կարամ ասեմ շատերին անհասանելի է, որտեղ նրանք կույր ու խուլ են։ Ստեփանոս ասավ, ով խստապարանոսներ, սրտով ու ակաժներով չթլպատված պիղծեր։ Տեսեք դուք հետո ինչ ելան, իշքին ցույց տվին։ Դարան վայրի գազան ու քարերը գլխին տվին, ընդամենը մի քանի մազոլնիկներ տրորեց։ Դուք ամենատեն ասավ Սուրբ Օգուն հակառակ եք քայլում։ Ինչպես ձեր պիղծ հայրերը, այնպես էլ դուք պրծավ։ Եթե ոնց ասեն, ես կխնդամ ամեն կոսեմ Տերը ողորմի բգար, եթե սխա ես սուրբ եմ, ինձ բամբասում են, ես կխնդամ կոսեմ հայր, ներիր սրան։ Բայց որ եթե ես այդ հրեշն եմ ու իմ գործերը լուսաբանում են, ես կհասնեմ օր առաջ կուզեմ խեղտել այդ քարոզիչին։ Ամեն։ Այսիա որ դու քո արդարության համար կռիվ ես տալում, ուրեմն դու այդ այլանդագն ես։ Բայց եթե դու արդար ես ու մի մանուկ կույր չարախոսում ա քեզ, դու խղճում եւ բարեխոսում ես։ Դրա համար ասում դու քո արդարության համար մի պայքարի։ Ով իր արդարության համար պայքարում ա, հինգ այդ արդարությունը չունի, կեղծը ունի։ Ով էլ լուսաբանում ա, չարանում ա նրա դեմը։ Հիմի մի կողմ որ կողնի ինձ ասա պապիկ, բայց դու լավ հավատացյալ չես։ Կամ ես ցերը, դու ինչ հավատացյալ ես, ես քեզից լավ հավատացյալ եմ։ Կխնդանք, չէ, բոլորս արդեն խնդում ենք։ Կխնդանք հասկանանք, որ այդ երեխեն չի հասկանում ու չի տեսնում այդ կյանքը։ Բայց եթե ես հանցանքի մեջ եմ, ու ասում եմ պապիկ այ աննամուս, բկարելի է որ դու սենց դավաճանություն ես անում։
Ատել հեզուտելա կբնում չես կարում խոսաս անգամ մանուկ դանելների դեմը, ինչպես պապանձվան երկու պոռնիկ ծերերը, Շուշանին զուր տեղը քարկոծելու տանելուց, ամեն դեթո խոսեին փոքրիկ դանելի դեմը, չկարողացան, որտև ճշմարտությունը կապ չունի ինչ տարիքի մարդն ասում, զորությունը ճշմարիտ խոսքի մեջն է, ոչ թե պոռնիկ շնության մեջ ծերացած հասակի մեջ։ Եթե դու մեծ ես իշկապ ունի, որ շնության մեջ ես արատև է, կգա փոքրիկ Երեմիա եւ քո թաղումը կտա ու Աստված նրան կօգտագործի քեզանից լավ կամ պոռնիկ հեղի զավակներից լավ, ինչպես Սամվելին, փոքր Սամվելին օգտագործեց նրանց կեղտերը լույսի հանելով, ամեն, դրա համար չի կարա պղծված ծերը ռիսկովս ես քարոզի, չի կարա դեմը կդնեն, քարոզը կլսեն ու կզանգան կսեն այս սրպապիղ ծայլանդակեր եկեն լրբերի հետ ինչեր է իրանում կլուբներում, դրա համար այսօրվա քահանաները լեզուները կտրած է, որտեղ իրանք ծեսը կատարելուց հետո պոռնկական կլուբներից դուրս չեն գալում շատերը, ու ես էլ վստահ ասում եմ փաստերով էլ կարամ ապացուցեմ, որ շատ քահանաներ պղծության այլասերվածության մեջ են, դրա համար ոնց կարան խոսքի երկրի ղեկավարին ասեն մենք սուրբ ենք, չեն կարա, երկրի ղեկավարն էլ սուրբ չի, բայց որ իրանք ընդուց պիղծ են, էլ չեն կարում խոսան, ամեն, եւ Աստված էլ կօրհնի սրբության համար պայքարողներին կզորացնի եւ առաջ կտանի, ու ես դրա համար էլ աղոթում եմ, փառավորվի Քրիստոսը։ Հիմա հասկանում եք, 3-րդ Թագավորաց 3-րդ գլուխ 9-ից 12, ինչու Աստված սկզբից փոխեց Սողոմոնի սիրտը, եթե սիրտը չփոխվեր, նա չէր կարա ոչ իմաստություն ունենար, ոչ էլ տաճարշիներ կամ հոգիներ սրբության առաջնորդեր, հենց ինչ ասավ Սողոմոնը, ինձ տուր մի իմաստուն սիր, որ կարամ ղեկավարեմ եւ ճիշտ դատերոնեմ ես քո հսկա ժողովրդի մեջ, դրա համար սիրտդ պետք է փոխված լինի, որ դու կարողանաս նոր սուրբան արած եկեղեցու սպասավոր դառնաս եւ հոտ առաջնորդես երկինք։ 3-րդ Թագավորաց 3-րդ գլուխ 9-ից մինչև 12 ընթերցեմ։ Ուրեմն տուր քո ծառային, էսի Սողոմոնն է ասում, իմաստուն սիրտ քո ժողովրդին դատելու։ Դու պետք է նոր արարած լինես, որ ճշմարիտ դատեր անես, ոչ թե եսիցը դրդված դատես։ Եսից դրդված չէ որոշում կայացրեց Սողոմոնի որդին Ռոբովամը, որ կործանեց թագավորությունը։ Եսասեր խրատը երիտասարդներ իրեն դուր եկավ, հոգևոր խրատը ծերերի, որ ասին ծառայի նման ծառայի ժողովրդին ու քո համար կմեռնեն, չլսես ծերերին, սա իմ ճկուտը հաստա հորս մեջ քիչ, ես ավելի դաժան եմ ձեզի պատժելու, դուրը գալիս է չէ, որ եսասերը դիրք ունի ճիպոտում է բոլոր ցածրի մարդկանց, բայց չի ասում, որ այդ ցածրի մարդիկը միավորվան, մի ուր գլուխդ կջարդեն, ամեն։ Ուրեմն տուր քո ծառային իմաստուն սիրտ, քո ժողովրդին դատելու, բարի ու չարի մեջտեղը ջոկելու, որովհետև ով է կարող քո այս ժողովրդին դատել, եթե դու չտաս էդի։ Եվ այս խոսքը, որ Սողոմոնը այս բանը խնդրեց, հաճո երևցավ Տիրոջ աչքին, որտև նա հարստություն, փող, դիրք, թշնամիների կորուստ, եսասեր բաներ չխնդրեց, խնդրեց միայն հոգևորը, բայց տեսեք Աստված ինչ ասավ։ Եվ Աստված ասաց նրան, որովհետև դու այս բանը խնդրեցիր, եւ քեզ համար չխնդրեցիր շատ օրեր, եւ քեզ համար չխնդրեցիր հարստություն, եւ չխնդրեցիր քո թշնամիների կյանքը, կորուստը, այլ քեզ համար դատեր լսելու իմաստություն խնդրեցիր։ Ահա քո խոսքի պես պիտի անեմ, եւ ես քեզ իմաստություն եւ անճարեղ սիրտ տվի, եւ որ քեզանից առաջ քեզ նմանը եղած չէ, եւ քեզանից հետո էլ քեզ նմանը վեր չի կենալ, եւ նաեւ տվեցի հարստությունն ու փառքը։ Եթե դու նախընտրես Տիրոջ իմաստության կողքին կանգնես, Տիրոջ հոտը հովես սրբությամբ եւ խաղաղությամբ, Աստված ամեն ինչը մարմնավորեց, ժեխերը կփռիվ քո ոտքերի տակ, փողն էլ, դիրքն էլ, փառքն էլ, ամեն, բայց դու ամեն բանի մեջ կփառավորես Տիրոջը, որտեղ է Տիրոջ շնորհքն է։ Տեսեք, քանի սիրտը չփոխվավ, նա չկարողացավ իմաստուն առագներ գրել, նա չկարողացավ տաճար շինել, բայց այդ նույն իմաստունի սիրտը փոխվեցավ
նորեն հիմար մարդկային սիրտ տրվեցավ եւ ինքը ծերության շեմին կիների հիմարությունը լսելով կործանվեցավ եւ հավիտենական կորուստ գնաց։ Եվ ասում է Սողոմոնին նման իմաստուն թագավորին Նեմիան էլ ասում կործանեցին օտարազգի կիները, ամեն, որ նրա նման թագավոր չկար ամբողջ աշխարհի մեջ այդ ժամանակաշրջանում։ Սաղմոս 51 10-ից 12 է, ինչ է ասում, 10-ից 11 ընթերցեմ։ Ով Աստված, տեսեք վերև ասում են նման այլանդակ չկա, մենակ ես եմ մեղավոր Բերսաբեի հարցում, ամեն։ Դե վերև կարամ կարդամ, քեզի միայն քեզի դեմ ես մեղանչեցի եւ քո աչքերուդ առջև չարություն արի, որպեսզի արդարը լաս քո խոսքերուն մեջ եւ անարատը լաս դատաստանիդ մեջ։ Մի խոսքով ինքն իրանն ամենակ մեղավոր ճանաչում։ Եթե ինքը Բերսաբեին չկանչեր, Բերսաբեն ռիշ չէր անի գար։ Բերսաբեն էլ իր չափով մեղավոր էր։ Բայց նա կասեր այդ այլանդակին էլ կանչեք, հետո այլին կանչեք, թողա կնգամ տեր կողնի, որ իրանը չբացա ըստունդուն գրավի, ամեն։ Երկուստ էլ մեղավոր էին, բայց Դավիթ եթե չլներ, չցանկաներ, պարապ չմնար, գիրքի, աղոթքի կամ հոգևոր պատերազմի մեջ էր ուզում թոտակլոր ֆրեր։ Հələ կասեր բադ պատմուճան տարեք այդ աննամուսին ասեք թո հակնի մինչև իր մարդին կանչեն գատեր կողնի իրանը, ամեն։ Եվ յուրաքանչյուր կին իրեն որ բացում է, լկտի կրքերի գերի է։ Անբավարար կրքերի գերիա դրա համար է բացում, որ գոնե մարդիկ նայեն, հիշում եք Բաբելոնի պոռնիկ ծերերը, ասում է, որ չկարծան տիրանան Շուշանին, գոնե ասին մեր կաստենք մարմնին նայելով ագենան։ Հասկանում եք, այն հովիվը, որ ասում է, եղբայրներ գնացեք ձեր աչքերը սրբեք, քույրիկը սրբուի է, որ իրան բացել է։ Ես կարամ ասեմ, համ այդ հովիվն է Բաբելոնի պոռնիկը, այդ պոռնիկ առաջնորդների նման, համ էլ այդ քույրիկը սրբուի չէ, պղծուի է օրդ։ 100,000% ինքը այլա սերված է եւ նպատակով է բացե որ եղբայրներին գցի փորձանքի մեջ։ Իսկ որ մի հովիվ այդ պոռնկուհի քրոջը կպաշտպանի 5 հաստատ պոռնկական կապերի մեջ հատեսների հետ։ Ով Աստված իմ մեջ մաքուր սիրտ ստեղծե եւ իմ ներսիդիս ուղիղ հոգին օրոքե սիրտ ստեղծե եւ ուղիղ հոգին դիր չկա ուրիշ տարբերակ սրբանալու։ Զիս երես էդ բիզեքե եւ քո սուրբ հոգին ինձ մի վեր առնե, որտեղ նա պետք է ապրի այդ սուրբ կյանքը։ Եվ դրանից հետո ինչ կկատարվի քո փրկության ցնծությունը, ուրախությունը ինձի ետ վերադարձուր ու կամավոր ուղի հոգին թող զիս հաստատե։ Այն ատեն դրանից հետո ամբարիշներին պիտի սովորեցնեմ, քու ճամփաներդ ու մեղավորները քեզ պիտի դառնան ով Աստված։ Հասկացաք ինչի համար է պետք նոր սիրտ, նոր հոգի, նոր իմաստություն հանճար, որ կարողանաս դու գործնական սուրբ օրհնված դառնաս եւ աշխարհի մեջ եղածներին ցույց տաս օրհնվելու, առողջանալու, փրկվելու եւ բժշկվելու ճանապարհը, որ դու հիվանդ ելնես կարաս ուրիշին քարոզես, որ դու աղքատ ելնես կարաս ուրիշին ասես արի Աստված քեզ կորտնի։ Այդ ամեն ինչ տանելուց հետո ես նոր դու իրավով վստահ ասում արեք ու տեսեք իմ կյանքը ձեզ օրինակ, ամեն, որտեղից որտեղա բերե, իմ ընկեր վաղարշակը ուր ասավ, ես ուր հասա, 10 ընկեր, նա բռնեց մեղքի ուղին, ես բռնեցի կյանքի սրբության ուղին, իմ ուղին սկզբից դժվար էր հետո օրհնված, նրա ուղին սկզբից հեշտ էր ետքը տառապած, ամեն, նույնը Թեսաղոնիկեցիների 5:22-23-ը ինչ է ասում, որ իրականից ասում է ամեն անիրավ բաներից ետ կեցեք եւ ինքը խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ձեր հոգին, շունչը, բայց արդեն սիրտը պիտի փոխված լինի եւ մարմինը անբիծ ու անարատ պիտի ընե ու պահե մինչև Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Ձեր հոգին շունչը, սիրտդ պիտի փոխվի, որ հոգիդ սուրբ հոգին գա ու քեզ հոգով, շնչով, էությունով սուրբ դարձնի։ Եվ խոսի, քայլի, գործի, պահապանի ու դու գիշերը քնես սրբությամբ, զարտես սրբությամբ, քայլես սրբությամբ, մտածես սրբությամբ, ներես, սիրես ու բարեխոսես բոլորի համար։ Պիտի նոր սիրտ ունենաս, նոր հոգի պիտի ունենաս, եթե ոչ չի լա, ասում է,
նոր գինին հինտիկի մեջ չեն լցնում, թեկուզ ծոմերի մարայտի ասում, բայց հին բնության մեջ նոր հոգի չի գա։ Սուրբ հոգու խմորը գալիս է քո մեջ, այդ թթխմորը քեզ շաղախում դարձնում է սուրբ անարատ տաճար, մեր վարդապետական գրքում էլ այդ հայտնությունը գրված, որ սուրբ անարատ հայրն ու որդին գան սուրբ անարատ տաճարում բնակվեն սուրբ անարատ գործեր կատարելով սուրբ հորն ու որդին փառավորել տան։ Ամեն։ Իսկ պիղծ գործերով քո պղծված սուտ Քրիստոսը կփառավորվի։ Պիղծ գործերով մենակ քո Տեր սատանան կուրախանա, որ քո պատճառով կհայոյի մեր փրկչի անունը։ Վայ քեզ աշխարհասեր ավատացյալ, վայ քեզ եսասեր ավատացյալ, որ քո գործերի պատճառով մարդիկ կհայոյեն ոս։ Հիմա տեսեք Եբրայեցիների 12-ից 14-ել կարդամ եւ դրանով ավարտենք մեր այսօրվա օրտյալ պաշտամունքը։ Շատ խոսքերը կհոգնեցնեն ձեզ, լավ։ Այս մի ժամանոց քարոզնել, եթե դուք ուզեք շտկվեք, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Ես այդքան Աստվածաշնչից հոգինի միջոցով համարներ տրեց։ Դուք կմտածեք եւ կասեք ճիշտ է, այն մարդ ասում։ Մենք այս վիճակով երկին չենք գնա։ Տեսեք ինչ ասում։ Բայց 12-ից վերև Եբրայեցիս 12-ից վերև խոսում է, որ մենք պետք է դաստիարակվենք, մենք պետք է հայրական ծեծեր ուտենք, որ խրատվենք, որտեղ առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, ծեծը, կրակը մեզ կսրբացնե եւ Քրիստոսի լման հասակին կհասցնի, ամեն։ Ուստի թուլացած ձեռքերը ու տկար ծունկերը հաստատեցեք։ Տեսեք լավ, վերևից կան վասնզի անոնք, որ քիչ օրեր մեզ կխրատեն, մարմնավոր հայրերի մասին է խոսում 10-րդ խոսքից։ Իրենց հաճո երևցածի պես կխրատեն։ Բայց Աստված մեր օգուտի համար կխրատի, որպեսզի իր սրբությանը հաղորդակցվենք։ Ում իր Սրանից վիրևն ասում է Հիսուսին նայենք, երկրորդ խոսքը, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Հիսուսին նայենք, նրան նմանվենք, նրան նման քայլենք, խոսենք ու գործենք, բայց նրան նման դառնալու համար պետք է կրակներով ասենք ու խրատներ ընդունենք, ամեն։ Բայց Աստված մեր օգուտի համար է խրատում, որպես իր սրբությանը հաղորդակցին։ Հիրավի ամեն խրատ նույնատենին ուրախարար չի թվար, ոչ մեկի եսիկին էլ դուր չի գալիս, որ հանդիպանում ես։ Հապա տրտմաբար, բայց ետք արդարության խաղաղարար պտուղը կհատուցանի անով վարժվողներին։ Երանին հոգևորին, որով որ իրեն հանդիմանում ասա լավ Տերը որդիք է ու սկսի մտածել։ Ոչ թե լավ Տերը որդիք է, գնա դու քո մասին մտածո։ Ոչ դու կարաս ընդունես, մի հատ քննես, ասես կողա, թե կողակիցնատենում, թե երեխենատենում, թե բարեկամնատենում, թե գործընկերնատենում, վերանայես, որ վաղ այդ քայլը չանես, ամեն։ Ուսի թուլացած ձեռքեր ու տկար ծունկերը հաստատեցեք, թե երբ հանդիմանությունն ընդունում ես, բոլոր ասակի հոգիներին է վերաբերվում։ Դու վերանայում ես քո քայլերը, եւ եթե սուրբ ես, էլ ավելի ես սրբանում։ Քո հոգևոր հասակին հարիր չէ խոսքի ձայնը բարձրացնել, ամեն։ Լեզու տալ, չարանալ, ատել։ Դու ըստ հասակի ես սրբանում, դու չես էլ կարա իմ հասակին լնես մի անգամից, բայց քիչ տարեստարի ըստիցել ընձել կասնես եւ կանցնես, ամեն, եթե ուզես։ Չափ դրած չի, բայց դու քո հասակի համեմատ պետք է փոխվես։ Նորեկը չի կարանես լինի ինչպես միջահասակն է, միջահասակը չի կարանես լինի տվյալ հասակում ինչպես հասունն է, բայց որ հասունանան, նորեկն էլ միջահասակն էլ կլինեն Հիսուսի, Պողոսի, Պետրոսի նման, ամեն։ Ուրեմն, ուստի թուլացած ձեռքերը ու տկար ծունկերը հաստատեցեք եւ շիտակ ճամփաները փտրեցեք ձեր ոտներուն, որ չլա թե ան որ կաղ է խոտորվի, այլ մանավանդ բժշկվի, որ աճի կբժշկվի եւ ումը կնմանվի, տեսեք, խաղաղության ետևե եղեք ամենուետ եւ սրբության, քանզի առանց խաղաղության ու սրբության, առանց սիրտ փոխվելու, նոր արարած դառնալու մեկը Տերը չի տեսնի։ Ուրեմն եկանք նորից թեմային, եթե սիրտս փոխված չէ, խաղաղ սուրբ չեմ լինի, իսկ եթե խաղաղ սուրբ պետք է չլնեմ, սիրտս չփոխվի, Տիրոջը չեմ տեսնի։ Հիմի հակառակ, եթե խաղաղ չեմ, սուրբ չեմ, սեր չունեմ, ուրեմն սիրտս փոխված չէ, ուրեմն ինչ հետևություն ենք անում, Աստծուն չեմ կարա տեսնի։ Մի խոսքով խաղաղությունը, սրբությունը, սերը շաղկապված է նոր սրտի հետ։ Խաղաղություն, սեր, սրբություն չունենալը շաղկապված է հին սրտի հետ։
Ներելն ու սիրելը, ներես կսիրես, սիրես կներես, չես տերում, չես սիրում, փրկություն չունես, որտեղ սիրտդ չար ու դիվային է։ Ամեն։ Հիմա սիրելի Աստծո ժողովուրդ, քանի դեռ ժամանակ ունենք, հափշտակությունը արդեն դռների մոտ է, արագացրեք ձեզի քննեք ու խնդրեք, որ փոխվեք։ Ով կտեսնի այս քարոզի մի թեմայի մեջ կա, իր սիրտը փոխված չի։ Ով չի կարում ների սիրի, փոխված չի։ Ով չի կարում բամբասելը, դատելը, չարանալը, ոտելը թողի, փոխված չի։ Հին սրտով դու էլի եմ ասում, հակը պայքարես, բայց կմնաս հավատքի տեղ, նույն ասպարեզում։ Ասեք Տեր Հիսուս փոխա մեր սիրտը, նոր գործեր, նոր շունչ, նոր հոգի, նոր էություն պարգևի։ Կար ժամանակից հետո թե որ չի կարում ներեսիլ, չես ուզում հիշես, միայն ասես մեղ կա Տեր ողորմ այդ իմ աղբորը, իմ հորը, իմ քրոջը։ Որ չի կարում ներես, ասես Տեր ես չեմ կորա չներեմ, խտիներեմ որ դու էլի մեծը ներես։ Ու արդեն են ատելու, դատելու, բամբասելու տեղը բացում է բարեխոսական աղոթքի դռները։ Արդեն բացվում է խաղաղության, սիրո սրբության դռներն, ասես Աստված իր հետ։ Կարևոր է ես իմ փրկությունը չվնասեմ, ինչքան կարողանամ աղոթներով Հակոբին կօգնեմ, ամեն, ու Հարմանին կօգնեմ, բայց ես չեմ խառնվի, չեմ վնասի։ Ես կաղոթեմ Տեր, դու գնա օգնա այս քրոջը կամ եղբորը կամ այս ինչ նորեկին, ամեն։ Որովհետև եթե ես հանգարց խառնվա, ես մենակ քո գործը կավերեմ։ Եվ մենք հսկա ավերի չենք անձի ուժով գործելու համար։ Դրա համար քո հարազատը, քո բարեկամը, քո փեսեն, քո հարսը, քո կիսուրը, քո կեսարը քեզ տոնել չեն կարող, զզում են, եղկոսմ են էլի եկավ։ Ոնց կարա լույսը կրողին Քրիստոսի անուշ հոտը կրողին ասեն եղք եկավ, նրան պետք է կարոտեն, աղաչեն, խնդրեն, որ դու գնաս ու Տիրոջ քաղցր պատգամը երբ հարցնեն պատմես, ամեն, եթե հարցնում են իրան կարոտեն քո խոսքին։ Բայց եթե չեն հարցնում, դու մի մարգարիտներդ խոզերի ոտքերի տակ փռի, որ չդառնան քեզ պատառոտեն ու մարգարիտներն էլ ոտի տակ տան, ամեն, կանգնենք աղոթքի։ Սքանչելի ու պաշտելի Տեր, ամենակարող Հայր ավիտենության, շնորհակալ եմ քեզանից այս նոր սրտի պատգամի համար, փոխիր բոլորի սրտերը, ովքեր փոխված չեն, Տերում սիրտը փոխված չէ, նոր սիրտ, նոր հոգի, նոր էություն պարգևե, հին մարդ իր գործերով անե ու թլպատե, և նոր սիրտ պարգևե, և նոր սրտի մեջ նոր հոգի պարգևե, նոր հոգին գալով նոր միտք, նոր կյանք, նոր էություն պարգևե, որ եթե մեկը մեր սիրտը բանա, մեզ հետ շփվի, լոկ քեզ տեսնի մեր մեծ սքանչելի Հայր։ Այո, ուրիշ Քրիստոսանման կյանք չկա, Քրիստոսի կյանքի արտացոլումն է մեր նման ոչիշների կաղապարի միջոցով։ Ամենակարող Հիսուս Քրիստոս, ճիշտ է որ Պողոս արտահայտում է Քրիստոսի հետ խաչը ելա, ալ կենթանի եմ ոչ թե ես, հապա Քրիստոս կենթանի է իմ մեջս, ուստի հիմա որ մարմնովս կապրիմ Աստծոյի որդի անունվան փառքի համար կապրիմ, Աստծո որդին կապրի իմ մեջ, ալ ոչ թե ես եմ ապրում, հապա Հիսուս Քրիստոսը, փառք ես Տեր, այս միտքը, այս հոգևոր իմաստությունը փոխանցե բոլոր մեր քուր եղբայրներին, որոնք համացանցով լսում են, թող իրենց քննեն ու աղոթ կանեն, որ իրենց սիրտը փոխվի, նոր արարածներ դառնան։ Փառք հավիտենության Հորը, Որդու Հիսուսի անունով, ամեն։